անհավանական չափսեր ունեցող և անբացատրելի յուրահատուկ գեղեցկություն ունեցող բոլորովին նոր նավը, որ կոչվում էր Տիտանիկ, պատրաստվում էր իր առաջին ուղևորությանը։ Նրանցից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այս նավարկությունը պետք է մնա պատմության մեջ, իբրև չբացահայտված մի առեղծված։ Նրանց թվում էր մի աղքատ երիտասարդ, ով վերջին պահին գումար է շահում պոկերով և իր երկու ընկերների հետ որոշում իրականացնել Տիտանիկով նավարկելու իրենց երազանքը։ Եվ Ռոզ անունով մի աղջիկ, բարձր հասարակությունից, ով նավարկելու էր եկել իր մոր և փեսացուի հետ։ Երբ բոլորը բարձրացան նավ, սկսվեց գեղեցիկ միջոցառումը։ Բոլորը ուրախ էին, բացի Ռոզից, ով իր փեսացուի հետ հերթական վեճից հետո հիասթափված կյանքից որոշել էր վերջ տալ իր կյանքին։ Սակայն ճակատագիրը նրա համար այլ բան էր որոշել։ Այն պահին, երբ հուսահատ Ռոզը մոտենում է նավի ծայրամասին, բարձրանում վերև և անցնում անթույլատրելի հատվածը, հայտնվում է Ջեկը, խնդրում, որ իջնի, սակայն աղջիկը չի լսում նրան։ Երիտասարդ տղան մի ուրիշ հանգստությամբ ասում է Ռոզին. «Չես թռչի»։ «Որտեղից գիտես, թե չեմ թռչի»։ «Դու ինչ գիտես, ես ինչ կանեմ կամ ինչ չեմ անի»։ «Որովհետև դու արդեն արած կլինեիր», ասում է Ջեկը։ «Դու շեղում ես ինձ, հեռացիր այստեղից»։ «Չեմ կարող, որովհետև արդեն ուշ է։ Եթե դու թռչես, ես էլ կթռչեմ քո հետ միասին»։ «Դու կմեռնես», ասում է աղջիկը։ Եվ ի պատասխան նրան տղան ասում է, որ հիանալի լողալ գիտի և չի վախենում։ Նրան միայն վախեցնում է այն փաստը, որ ջուրը շատ սառն է և նա չէր ցանկանա թռչել այնտեղ, բայց քանի որ տարբերակ չունի, հանում է պիջակը ու հնամաշ կոշիկները, կրկին անգամ փորձելով աղջկան ետ պահել այդ վատ մտքից։ «Դու խելագար ես», ասում է աղջիկը։ «Դրա մասին ինձ շատերն են ասում» և խնդրում է աղջկան, որ տա ձեռքը, որ միասին թռչեն։ Երբ աղջիկը տալիս է ձեռքը, տղան ասում է. «Ես Ջեկն եմ»։ «Իսկ ես Ռոզան», պատասխանում է աղջիկը։ Եվ այդ պահին կարծես նա մտքափոխված է լինում իր վատ մտքից։ Սակայն ոտքը սայթաքում է։ Ջեկը պինդ բռնելով նրա ձեռքը փորձում է բարձրացնել։ Նրա ձայնը լսում են անվտանգության աշխատակիցները։ Սակայն մինչև նրանց հասնելը Ջեկին հաջողվում է մի կերպ փրկել նրան։ Սակայն նրանց և Ռոուզի փեսացուին թվում է, թե Ջեկը ցանկացել է վնասել աղջկան։ Եվ այն պահին, երբ ձերբակալում են Ջեկին, աղջիկը չի թողնում, ասելով, որ նա ցանկացել է օգնել իրեն։ Ռոզի փեսացուն, որպես շնորհակալություն, Ջեկին հրավիրում է ճաշել իրենց հետ։ Բարձրակարգ միջավայրում, բարձրաստիճան անձանց հետ։ Այս միջադեպի օրը Ռոզի փեսացուն նրան անակնկալ է անում, նվիրելով 56 կառատանոց օվկիանոսի սիրտ անվամբ թանկարժեք թագավորական բրիլյանտե մի վզնոց։ Նա շատ էր սիրում աղջկան և ինչպես ինքն էր ասում, հանուն նրա պատրաստ էր ամեն ինչի։ Սակայն ինչ-որ բան այն չէր, աղջկա աչքերը չէին փայլում, նրա մեջ կարծես կյանք չկար, ապրում էր հարուստների համար սահմանված կանոններով, ինչպես նստել, ինչպես իրեն պահել, ինչպես խոսել, մի խոսքով այնպես, ինչպես դուր կգար իրենց շրջապատի ազնվականներին։ Նա կարծես իրեն զգար մի վանդակում, որն արդեն շատ նեղ էր իր համար։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է Ռոզի և Ջեկի փորձություններով լի դժբախտ սիրո պատմությունը։ Ռոզը հիանում է Ջեկով, երբ տեսնում է նրա նկարած նկարները, այն նկարները, որոնք շատերը չէին հավանել, խնդրում, որ մի օր էլ իրեն նկարի։ Սկսվում է միջոցառումը, այն միջոցառումը, որտեղ հրավիրված էր նաև Ջեկը։ Չունենալով բարձրաստիճան միջավայրին հարմար ներկայանալի հագուստ, Ջեկը այնտեղ ներկայանում է մի գեղեցիկ կոստյումով, որը նրան տվել էր նավի վրա գտնվող մի կին, ասելով, որ իր որդունն է։
Նա շատ էր հավանել Ջեկին, ինչը չէր կարելի ասել Ռոզի մայրիկի մասին, քանի որ նրանք սնանկացման շեմին էին, իսկ Ռոզի հարուստ փեսացուն հարմար տարբերակ էր նրանց համար, սնանկացումից փրկվելու համար։ Միջոցառման ժամանակ, երբ հանդիպում են Ջեկն ու Ռոզը, Ջեկը մոտենալով Ռոզին համբուրում է նրա ձեռքը և ասում. «Ես մի անգամ այդպես տեսել եմ և միշտ ցանկացել եմ կրկնել»։ Ընթրիքի ժամանակ Ջեկն իրեն պահում է շատ անմիջական, փորձելով թաքցնել հուզմունքը։ Ռոզը գովում է նրան, ասելով, որ նա հիանալի նկարիչ է, փորձելով տպավորություն թողնել հյուրերի վրա։ Չէ՞ որ նա ցածր խավից էր, և բոլորը նրան վերևից էին նայում։ Երբ Ռոզի մայրը Ջեկին հարցնում է, թե որտեղ է նա ապրում, Ջեկը պատասխանում է, որ այս պահին նրա միակ հասցեն Տիտանիկ նավն է, իսկ այստեղից հետո ինչ-որ մի տեղ։ Եվ երբ հարցնում են, թե ինչ է աշխատում, նա պատասխանում է, որ տարբեր աշխատանքներ, իսկ նավի տոմսը շահել է պոկերով, որ այս անգամ բախտը բերեց այնպես, ինչպես երբեք չէր բերել, չիմանալով, որ այդ տոմսը իր կյանքի դատավճիռն է լինելու։ Բոլորը սեղանի շուրջ ընթրում էին, իսկ Ջեկը փորձում է չօգտվել այն ամենից, ինչը պետք է ուտեր դանակ պատառաքաղով, քանի որ օգտվելու ձևերը չգիտեր։ Կարճ ժամանակ անց նա հրաժեշտ է տալիս սեղանակիցներին և պատրաստվում գնալ, սակայն այդ պահին նրան կանգնեցնում է Ռոզը, հարցնելով. «Դու չես կարող մի քիչ էլ մնալ»։ Իսկ Ջեկը. «Ինչպես բոլոր ստրուկները, ես նույնպես պետք է լինեմ առաջին հարկում», և այդ պահին աղջկան թաքուն տալիս է մի գրություն, որտեղ տեղ ու ժամ էր գրված հանդիպման համար։ Նա աղջկան տանում է առաջին հարկ, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին է լինում իսկական ուրախությունը։ Բոլորը պարում էին, ուրախանում, երգում, նվագում, մթնոլորտը շատ աշխուժ էր։ Ռոզային դուր է գալիս նրանց միջավայրը, անմիջական ուրախանալը։ Նա կարծես իրեն զգար ձուկը ջրում։ Խառնվել էր ամբոխին ու նրանց հետ ուրախանում։ Հաջորդ առավոտ նա արդեն իսկապես հասկացել էր, որ չի սիրում իր փեսացուին, և նրանք վիճում են։ Մայրը, հասկանալով, թե աղջկա սրտում ինչ է կատարվում, ասում է, որ նա պետք է Ջեկից հեռու մնա, պետք է հասկանա, որ նրանք այլևս գումար չունեն, քանի որ նրա հայրը իրենց բացի բարձր անունից ոչինչ չի թողել, և նրանք պետք է այդ կոզրը իրենց ձեռքից բաց չթողնեն։ Ասում է, որ այդ ամուսնությունը իրենց համար միակ հաջողությունը կլինի, քանի որ առանց աղջկա փեսացուի իրենք ոչինչ չեն կարող։ «Ինչու ես պետք է վճարեմ դրա համար», ասում է Ռոզը։ «Մի եղիր այդքան էգոիստ, Ռոզ, ու դեռ ես եմ էգոիստ, սա արդար չի»։ «Իհարկե արդար չի», ասում է մայրը, «բայց մենք կին ենք և պետք է դիմանանք և համբերենք»։ Ռոզի փեսացուն նույնպես ինչ-որ բան նկատել էր, և նա նավի գլխավոր թիկնապահին գումար է տալիս, որ հետևի աղջկան, իսկ Ջեկին չթողնի մտնել երրորդ հարկի այդ սրահը, որտեղ հարուստներն են։ Երբ Ջեկը բարձրանում է, որ տեսնի Ռոզին, նրան այնտեղից դուրս են վռնդում, ցույց տալով իր տեղը։ Սակայն Ջեկը գտնում է տարբերակ և հանդիպում Ռոզին, բայց Ռոզը նրան ասում է, որ սիրում է իր փեսացուին և պատրաստվում է նրա հետ ամուսնանալ։ Խնդրում է Ջեկին իրեն հանգիստ թողնել, սակայն Ջեկն ասում է. «Ես ապուշ չեմ, իմ գրպանում ունեմ ընդամենը $5 և չունեմ ոչինչ քեզ առաջարկելու։ Ես հասկանում եմ դա, ես գիտեմ, բայց հիմա ես եմ պատասխանատուն։ Դու կթրջես, կթրջեմ և ես, հիշում ես։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես երջանիկ եմ, ճիշտ եմ ասում»։ «Ճիշտ ես ասում։ Ինձ այդպես չի թվում։ Եթե դու ազատություն չստանաս, Ռոզա, դու շուտով կմեռնես, միգուցե ոչ մի անգամից։ Քեզ շատ ուժ ունես, բայց վաղ թե ուշ այդ ուժը քիչ-քիչ կմարի։ Դու չես կարող փրկել ինձ, Ջեք, փրկել քեզ կարող ես միայն դու։ Ես գնում եմ, Ջեք, հանգիստ թող ինձ»։ Այդ բառերն ասելով նա հեռանում է։
Երեկոյան, երբ Ջեկը հուսահատ կանգնած էր նավի ծայրամասում, նրա մոտ է գալիս Ռոզան, ասելով, որ մտքափոխվել է։ Ջեկը նրան տանում է նավի ծայրամաս, ասելով, որ փակի աչքերը, օգնում է բարձրանալ վերևի մաս, բացում ձեռքերն ու նոր ասում, որ բացի աչքերը։ Տեսարանը գեղեցիկ էր, աննկարագրելի զգացողություններով։ Այդպես Տիտանիկը վերջին անգամ տեսավ արևը։ Ռոզան Ջեկին տարավ իր սենյակ և խնդրեց նկարել իրեն, որտեղ կկրի նաև իր թանկարժեք վզնոցը։ 1912 թվականի ապրիլի 12-ն էր։ Նրանք նկարը դրեցին սեյֆում։ Ջեկը սեյֆում մոռացավ նաև իր մյուս նկարներով լի թղթապանակը, և երբ հիշեց ու ցանկացավ վերցնել, արդեն ուշ էր, նրանց հետևում էին։ Անվտանգության աշխատակիցը, որին վարձել էր Ռոզի փեսացուն, ոչ մի կերպ նրանց հանգիստ չէր թողնում, բայց չնայած այդ ամենին, նրանք երջանիկ էին։ Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց երջանկությունը շատ կարճ է տևելու։ Ռոզի փեսացուն բացելով սեյֆը տեսնում է նկարը և էլ ավելի զայրույթով փնտրում նրանց։ Ռոզն ասում է Ջեկին, որ երբ իջնեն նավից, նա կգնա իր հետ, ուր ինքը կգնա, այնտեղ էլ նա։ Հենց այդ օրը նավի անվտանգության աշխատակիցները նկատում են այսբերգի կտորը, որը վտանգ էր հանդիսանում նավի համար։ Փորձում են փոխել ուղղությունը, բայց նրանց չի հաջողվում մեծ արագության պատճառով, և նավը հարվածում է այդ մեծ սառույցի կտորին և վնասվում, ինչի պատճառով նավի մեջ սկսվում է ջուր լցվել։ Հուսահատ նավապետը փորձում է նավը կառուցողի հետ ինչ-որ ելք գտնել, սակայն ունենալով մոտավոր 2 ժամ ժամանակ, հասկանում են, որ օգնություն եթե կանչեն, ոչ ոք չի հասցնի այդքան կարճ ժամանակում օգնության հասնել։ Բոլորին հրամայում են հագնել փրկարար ժիլետները։ Այնուհետև իջեցնում են փրկարար նավակները, որ մարդկանց կարողանան փրկել, սակայն նավակները շատ քիչ էին, և բնականաբար բոլորը չէին կարող փրկվել։ Ոչ բոլորն էին հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն այն պահին, երբ նավը հարվածեց այսբերգին, Ռոզն ու Ջեկը ներքևում էին և իրենց աչքերով տեսել էին ամեն ինչ։ Ռոզը, հասկանալով, որ այստեղ լուրջ բան է կատարվում, հարցրեց նավը ստեղծողին։ Նա նրան պատասխանեց, որ նավը իջնում է, բայց որ ոչ ոքի չասի, որ իրարանցում չլինի նավում և մարդիկ խուճապի չմատնվեն։ Նավակներով առաջինը որոշում են իջեցնել կանանց ու երեխաներին։ Այդ սարսափելի իրավիճակում Ջեկի գլխին սարքում են, թե նա գողացել է Ռոզի շղթան, և ձերբակալման շղթան անցկացնում ձեռքին ու տանում են գցում մի սենյակ, որտեղից նա չէր կարող դուրս գալ, քանի որ մեկ ձեռքով կապված էր։ Ռոզան վերջին պահին սկսում է հավատալ, որ Ջեկն անմեղ է, և այն պահին, երբ պետք է նավակով իջներ օվկիանոս, փոշմանում է, ետ է դառնում, որ փրկի իր սիրած տղային։ Նրան դժվար փորձություններ էին սպասվում, քանի որ նավը լցվում է ջրով, իսկ Ջեկի տեղը չգիտեր։ Վերջապես նրան գտավ, բայց քանի որ կապված էր, ձեռքին շղթայով չէր կարող ազատել, իսկ բանալին չկար։ Նա հաղթահարելով ջրային դժվար ճանապարհը, ետ է դառնում, որ օգնություն կանչի, բայց ոչ ոք չկար։ Շատ փնտրելուց հետո նա մի կացին է գտնում և փորձում դրանով ազատել Ջեկին։ Բարեբախտաբար ստացվում է։ Փակել էին նավի դարպասները և հուսահատ ամբոխին թույլ չէին տալիս անցնել այնտեղ, որտեղ փրկարար նավակներն էին։ Այդտեղ Ջեկը տեսնում է իր ընկերներին և նրանց հետ կոտրելով դարպասը շարժվում են դեպի մյուս ամբոխը։ Գնալով նավը ավելի է ջրով լցվում։ Մարդիկ խելագարի պես փորձում էին իրենց նետել փրկարար նավեր։ Հուսալքված երաժիշտները նվագում էին առանց դադար։ Այն պահին, երբ հայտարարում են, որ միայն կանայք նստեն նավակ, Ջեկն ասում է Ռոզային, որ նա նույնպես նստի, սակայն աղջիկը չի ցանկանում մենակ թողնել Ջեկին։ Այդ պահին նրանց է մոտենում Ռոզի փեսացուն և ասում է, որ իջնի,
իսկ Ջեկին ինքը կվերցնի իր հետ։ Դե արդեն հասկանում ենք, որ խաբում է։ Այդպես համոզում են աղջկան, սակայն վերջի պահին Ռոզան իրեն կրկին նետում է դեպի նավ, չցանկանալով մենակ թողնել իր սիրած տղային։ Եվ երբ Ջեկը հարցնում է, թե ինչու նման բան արեցիր, նա պատասխանում է. «Եթե դու թռչես, կթռչեմ նաև ես, ճիշտ է»։ «Ճիշտ է», ասում է Ջեկը։ Այդ ամենը տեսնելով Ռոզայի փեսացուն էլ ավելի է բարկանում։ Ատրճանակով վազում է նրանց ետևից, փորձելով նաև խլել այն բրիլյանտի շղթան, որը մնացել էր իր պիջակի գրպանում, իսկ պիջակը գցել է Ռոզայի ուսին։ Աղջիկը չգիտեր, որ շղթան իր մոտ է։ Ջուրն ավելի սաստկացավ։ Նրանք վազում էին, որ փրկվեն։ Հասնելով դարպասին խնդրում էին, որ բացեն, սակայն բանալին ընկավ ջուրը։ Ջեկը մի կերպ գտնելով այն բացեց դուռը։ Մի կերպ հասան դեպի հավաքված մարդիկ։ Բոլորը հուսահատ էին։ Մահվան շունչը պտտվում էր երկնքում։ Մարդիկ տագնապահար փորձում էին իրենց գցել նավերը։ Ոմանք խելագարված վազում, ոմանք իրենց գցում էին ջուրը, ոմանց նետում էին ջուրը, որ կրճատեն մարդաքանակը, ոմանք իրենց զենքով սպանում էին, որ չզգան այդ սարսափը, իսկ Ջեկն ու Ռոզը պայքարում իրենց սիրո ու կյանքի համար։ Դեպի նավակ վազելու ժամանակ անվտանգության աշխատակիցը գիտակցաբար թե անգիտակցաբար սպանում է Ջեկի ընկերոջը։ Այնուհետև ինքն իր գլխից կրակում, չդիմանալով այդ սարսափին։ Նա, ով ստեղծել էր նավը, հուսահատ ու հանձնված սլաքներն է հաշվում, թե երբ է նավն անցնելու ջրի հատակը։ Նավապետը նույնպես շատ հուսահատ էր, որ այլևս ոչինչ չի կարող անել։ Ընդունել էր իր դատավճիռը։ Երաժիշտները նվագում էին, անդադար նվագում։ Սարսափելի է գիտակցելը, որ շուտով հաշված րոպեներ հետո քեզ այցելելու է մահը։ Իսկ դու ուրիշ տարբերակ չունես, ինքդ քեզ ու մյուսներին փրկելու տարբերակ չունես։ Նավի մի մասը արդեն ջրի մեջ էր։ Շուրջ բոլորը լաց էր ու բղավոցներ։ Ջեկն ու Ռոզը պինդ բռնված էին նավի ծայրամասից, իսկ Տիտանիկը գնալով սուզվում էր։ Երբ վերջնական սուզվեց, Ռոզը այդ պահին կորցրեց Ջեկին։ Նա բղավում էր հուսահատ։ Վերջապես հայտնվեց Ջեկը, և նրանք մի տախտակի կտոր գտնելով փորձեցին բարձրանալ, սակայն երկուսով հնարավոր չէր։ Ռոզան բարձրացավ տախտակի կտորի վրա, իսկ Ջեկը մնաց ջրի մեջ, նրա կողքին, հույս տալով, որ շուտով կգտնեն իրենց, որ աղջիկը դիմանա։ Ջուրը շատ սառն էր, Ջեկն ամբողջովին սառել էր, սակայն շարունակում էր հույս տալ Ռոզային և խնդրում, որ խոստանա իրեն ինչ էլ լինի չհանձնվել ու փրկվել։ Ռոզը խոստանում է, որ չի հանձնվի։ Շատերը արդեն քարացել էին ջրում, չդիմանալով սառնությանը։ Քարացած մարդկանց մեջ անվտանգության աշխատակիցները փորձում էին ողջ մարդ գտնել ու օգնել, սակայն ապարդյուն։ Երբ Ռոզը տեսավ նավակը, փորձեց ձայն տալ Ջեկին, մի քանի անգամ կրկնեց անունը, սակայն Ջեկը մահացել էր, քարացել էր ջրում, չդիմանալով սառնությանը։ Պատկերացնելն անգամ, թե այդ պահին ինչ է զգացել Ռոզը, աննկարագրելի է։ Նա մի կերպ փորձում է հասկացնել, որ ողջ է, և գալիս են նրան օգնության։ Երբ արդեն գտնվում են մեկ ուրիշ նավի վրա, այնտեղ նա տեսնում է իր նախկին փեսացուին, սակայն փորձում է աննկատ մնալ։ Որոշ ժամանակ անց իմանում է, որ իր նախկին փեսացուն ինքն իր կյանքին վերջ է դրել։ Այս պատմությունը մեծ արձագանք է գտնում այն ժամանակ, երբ տարիներ անց օվկիանոսից գտնում են այն սեյֆը, որտեղ գտնվում էր Ռոզի նկարը։ Այն նկարը, որը նկարել էր Ջեկը, իր սիրելի Ջեկը։ Իսկ տատիկը, տեսնելով լուրերով իր նկարը, արձագանքում և պատմում է իր սիրո պատմությունը, այն պատմությունը, որը ոչ ոքի չէր պատմել երբեք։ Մի պահ մտածում են, որ նա ստում է, սակայն որպես ապացույց նա ցույց է տալիս իր թանկարժեք շղթան, որը տարիներ շարունակ խնամքով պահել էր։ Նա շղթան ձեռքին բարձրանում է նավի այն ծայրամասը,
որտեղ իր սիրելիի հետ վերջին անգամ տեսել է արևը և թանկարժեք շղթան նետում է գետը։ Միգուցե այդ կերպ ինչ-որ չափ հանգստացնում հոգին։ Ռոզ տատիկը մահանում է հանգիստ, իր ճերմակ, փափուկ և տաք անկողնու մեջ, ինչպես խոստացել էր իր սիրելի Ջեկին։ Նա մահվան մահճում պատկերացնում է իր Ջեկին ու իրենց միասին, սակայն այս անգամ երջանիկ ու առանց խանգարող հանգամանքների կյանքը։